Դժվարություններից մինչև հաղթանակած օրեր։ Շրջել ամբողջ Հայաստանով եւ պատմել Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության 38-ամյա գործունեության մասին։ Հանդիպում մաչանենցի հետ այս անգամ արդեն Սյունիքում։ Հայ միասնության խաչ կազմակերպության մաչանենց սոցիալական ձեռնարկության առաքելության կարևոր մի ողջ է այդ ողնաշարի կազմում այն, որ մենք մեր փորձը փոխանակենք, մեր փորձը փոխանցենք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր, համայնքներ, որպեսզի այն ճանապարհը, որ մարդը պիտի անցնի 1 տարում, անցնի կես տարում, ավելի կարճ ժամանակում։ Հանդիպում մաչանենցի հետ ճամփորդական շարքը սկսվում է Գորիս քաղաքից։ Աքսել Բակունցի տուն-թանգարանում ցուցադրվել են Բաբախանյանի աշխատանքները՝ նկարներ, կավե հարթաքանդակներ, քանդակներ։ Ներկաները ծանոթացել են նաև Գրիգոր Բաբախանյանի 6-րդ իմաստության կոշիկներ գրքին։ Նրա պոեզիան այն դաշտերից չէ գրական, որ ուղղակի գեղեցիկ բառախաղերով կամ արտաքին փայլով է առանձնանում, այս պոեզիան իսկապես գրականության էջ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նաև փիլիսոփայական տարածքում հայտնվելու, ոչ միայն գեղարվեստական տարածքում, այլև փիլիսոփայական եւ հոգեվոր ուղեցույց ունենալու ձեռքին, ինչպես ապրել, ինչպես շփվել, ինչպես որոնել կյանքի ճշմարտությունները։ Նրա փորձը շատ ուսանելի է եւ շատ անհրաժեշտ է հատկապես երիտասարդության համար եւ ոչ միայն ցավոք սրտի այդպիսի մարդիկ մարգինալ են դառնում հենց այդ մարգինալության մեջ հենց նրա ուժն է։ Բաբախանյանը ներկաներին փոխանցում է իր ուղերձը, կյանքի գլխավոր արժեքը ոչ թե փառքի, այլև իմաստության ու խոհեմության մեջ է։ Մեկ անգամ պետք է լինել մաչանենց տան առաջին ու տեսնել թե ինչից ոնց ուր կարելի է հասնել։ Այլ ուղղակի տեսնել, շփվել եւ կազմակերպել զարգացնելու մեր երկիրը տարբեր մարզերում տարբեր բաներ կարելի է անել, բնորոշ ըստ մարզերի։ Մենք ապրում ենք այնպիսի դարում, երբ որ արհեստական բանականությունը կարծես թե փորձում է հայտ ներկայացնել նաև արվեստի բնագավառին եւ փոխարինել շատ բաների եւ այստեղ մարդկությանը կողքից ասած ուղղակը հենց մաչանենցի պես մարդիկ են, ովքեր նորարարական թարմ եւ հզոր գաղափարներով կարողանում են անդադ ստեղծել այնպիսի աշխատանքներ, ստեղծագործություններ, գեներացնել այնպիսի բովանդակություն, որը կարծես թե հնարավորություն է տալիս մարդկանց դուրս գալ առօրյա մղձավանջներից, կենցաղային խնդիրներից։ Էմոցիաներս այնքան շատ էին, որ հենց միջոցառման ժամանակ գրեցի բանաստեղծություն Գրիգոր Մաչանենցին նվիրված եւ նվիրեցի իրեն, մակարդամ այն, հարույկը վառվեց, ծուղ դարձավ աղոտ, երգը թև առավ Մաչենցի բեմից, աշխարհը բեմ է, մարդու խաղնավեր։ Գորիս քաղաքում մաչանենցի հետ հանդիպումը կազմակերպվել է Աքսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի եւ Սյունիքի գիտամշակութային զարգացման հիմնադրամի նախագահ Թեհմինա Մարությանի կողմից։ Հաջորդ կանգառը Կապանի երկրագիտական թանգարանն է։ Հանդիպումը կայացել է մարզպետարանի աշխատակազմի եւ Կապանի երկրագիտական թանգարանի աջակցությամբ։ Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել Մաչանանց տան հետ, քանի որ Մաչանանց տունը նաև մշակութային գործունեությամբ է զբաղվում, սա մեծ փորձի փոխանակում է մեր տարածաշրջանում Կապանում նույնպես այդ համագործակցությունը ամրապնդելու համար։ Շնորհակալ եմ մարզպետին, պարոն Ռոբերտ Ղուկասյանին, երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանին, այս նախաձեռնությունը ցուցաբերելու համար, կազմակերպելու համար, շատ լավ էր ամեն բան կազմակերպված։ Խոսեցինք Մաչանենց տան կենսափորձի մասին, կենսափորձը փորձեցինք կարճ ժամանակում ներկայացնել եւ իմ պատրաստակամությունը հայտնեցի, ինչպես նաեւ 3 Գորիսում, որ խորհրդատվություն, փորձի փոխանակում Մաչանենց տուն սոցիալական ձեռնարկությունը պատրաստ է միշտ, որովհետեւ մենք պետք է ոչ միայն երազենք համաչափ զարգացած պետություն, այլ մենք պետք է կերտենք
համաչափ զարգացած պետություն։ Ըստ Բաբախանյանի, մարզերը պետք է հնարավորինս պահել ուշադրության կենտրոնում զարգացնելու առաջընթացի ուղիներ հարթել։ Կապանցի Ռուբեն Կոստանդյանը Մաչանենց տան իրականացրած լայնածավալ գործունեությունից քաջատեղյակ է, նա մասնակցել է Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիումին։ Տարբեր պետություններից, տարբեր երկրներից մասնակցում են այդ սիմպոզիումներին եւ դա միայն դրական էներգիա է փոխանցում թե մեզ, թե նրանց նկարիչներին եւ իհարկե նաեւ այդ հասույթից ինչ-որ բան է գոյանում եւ այդ օգուտից նաեւ օգտվում են փոքրերը, երեխաները։ Սյունիքի մարզում վերջին կանգառը Մեղրի քաղաքն է։ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոնում Գրիգոր Բաբախանյանի հետ հանդիպման եկածները ծանոթացան նրա ստեղծագործական մոտեցումների եւ նորարարական գաղափարների հետ։ Մեծ աշխատանք է կատարում, շատ մեծ աշխատանք, հիացած եմ ուղղակի, շատ մեծ գործ արել։ Ինչ խոսք այսօր Մեղրի մեր ինքը ինձ համար տոնի նման մի բան է, շատ հետաքրքիր է, սպասում է երկար է սպասում, ոչ բոլորն են գալիս Մեղրի, բայց ինքը եկավ, շնորհակալություն իրան։ Շատ հետաքրքիր էր, ուրախ եմ, որ ներկա գտնվեցի, ուրախ եմ, որ հենց ինքը Գրիգորը առաջին անգամ էր Մեղրիում ու ինձ բախտ վիճակվեց հենց այսօր գտնվել այստեղ։ Սյունեցիներն այս հանդիպումների ընթացքում հնարավորություն ունեցան անմիջապես լսելու Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի պատմությունները, ծանոթանալու միջազգային հարթակներում նրա մշակութային ու հասարակական ծրագրերին, ինչպես նաև ներշնչվելու նոր գաղափարներով, դրանք վերածելով տարածաշրջանային զարգացման իրական հնարավորությունների։ Հասմիկ Ֆարհադյան, Արմալուր։